Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Այսօր եւս կամփոփենք, կվերլուծենք եւ կհասկանանք շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունները։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք ուժեղ Հայաստան դաշինքից ընտրված պատգամավոր Էդգար Ղազարյանին։ Ողջույն, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Արդեն նորով եմ ներկայացնում ձեզ մեր տաղավարում, պարոն Ղազարյան։ Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ անորոշությունները այս պահին նոր փուլ են մտել, ասես միանգամից սկսեմ։ Փաշինյանի եւ Պուտինի վերջին հեռախոսազրույցից արդեն այն որ պարզ դարձավ, որ Մոսկվան կրկին խոսում է աշխարհաքաղաքական ընտրության մասին, Ադրբեջանից շարունակում են պնդել սահմանադրության փոփոխության մասին, Հայաստանը հայտարարում է եվրոինտեգրման մասին, այսպես ուզում եմ ամփոփ ասեմ, իսկ օգոստոսի 2-ից էլ արդեն խորհրդանը սկսում է իր աշխատանքը առաջին նիստն է։ Սկսենք վերջին թարմ լուրից Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից, պարոն Ղազարյան, որից հետո Հայաստանում շատերին իսկապես ոչ թե թվում է, այլ արդեն համոզվում են, որ Մոսկվան արդեն պահանջում է վերջնական ընտրություն իրականում։ Դուք ինչ կարծիք ունեք դրա մասին։ Այդ պահանջը դա ոչ միայն Ռուսաստանի պահանջն է, այլ նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, որովհետև այս տարվա ընթացքում մայիսի 28-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ հերթական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ որին Նիկոլ Փաշինյանի դեպ չէր մասնակցում, այնպես որ դա իր պարտականությունն է, մասնակցել են կազմակերպությունների ղեկավար մարմինների, որին Հայաստանը անդամակցում է։ Բայց ինքը մտածված հատուկ չի գնաց այնտեղ, եւ այնտեղ մյուս երկրները առանց Հայաստանի մասնակցության հայտարարություն ընդունեցին, որ Հայաստանը պետք է վերջնական որոշում կայացնի, իրենք ԵԱՏՄ-ին շարունակում են մնալ անդամակցել, թե գնում են Եվրոպական միության անդամակցության ճանապարհով, այն պարզ տրամաբանությամբ, որը բոլորն են գիտակցում եւ Հայաստանում եւ ԵԱՏՄ-ում եւ ամբողջ աշխարհում, որ այդ երկու տնտեսական կազմակերպությունների միաժամանակի անդամակցություն հնարավոր չի։ Եվ քանի որ Հայաստանում ընդունվել է օրենք միայն ԿՊ խմբակցության կողմից, իբր ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին մի նախադասություն ընդամենը այդ օրենքը, այսինքն ավելի շատ ոչ թե օրենքը, այլ հռչակագիր, որը նախանշում որ Հայաստանը սկսում է գործընթաց, որը պետք է, որի հանգուցալուծումը պետք է լինի ԵՄ-ին անդամակցություն։ Հիմա ԵԱՏՄ-ի մյուս երկրներն ասում են այդ դեպքում երևի դուք պետք է դուրս գաք մեր կազմակերպությունից եւ գնացեք որոշում կայացրեք։ Երևի։ Այդ կապակցությամբ իդեպ ասեմ, որ ես կարծում եմ, որ սա Հայաստանի քաղաքականության հետևանքն է, այսինքն Հայաստանն է ձգտում դուրս գալ ԵԱՏՄ-ից, մինչ այդ Հայաստանը նախաձեռնեց եւ հիմա փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, դա եղավ 2022 թվականից այդ գործընթացը, ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելու եւ ես վստահ եմ, որ դրանք բոլորը ադրբեջանական պահանջներ են։ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դուրս գա բոլոր նման ռազմաքաղաքական, տնտեսական կազմակերպություններից, հատկապես այն կազմակերպություններից, որոնք կարող են ապահովել Հայաստանի անվտանգային համակարգը, տնտեսական զարգացումը եւ այլն։ Սա Ալիևի պահանջն է եւ Նիկոլ Փաշինյանը բնականաբար մյուս պահանջների համատեքստում դա կատարում է եւ Ռուսաստանում էլ միամիտ չեն, իրանք հատկապես նայելով, որ դա ոչ միայն դեկլարացիա է այդ ԵՄ-ի անդամակցության գործընթացը, այլ փաստացի քայլեր, մասնավորապես մայիսի 4-ին Հայաստանում կազմակերպված Եվրոպական համայնքի ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Ռուսաստանի վերաբերմունքը կտրուկ սրվեց Հայաստանի նկատմամբ, որովհետև Հայաստանը պարտավոր չէր նման գագաթնաժողով կազմակերպել, Հայաստանը ԵՄ անդամ չի, դա ոչ պաշտոնական միջոցառում է, կարող նաև չլիներ։ Իսկ այդ ձևաչափը ստեղծվել է 22 թվականի հոկտեմբերին հատուկ Ռուսաստանի դեմ եվրոպական երկրների հավաքական ջանքերը կոնսոլիդացնելու նպատակով։ Ու դրան միշտ մասնակցում է Ուկրաինայի նախագահ, որ այս անգամ նույնպես եկել է, Բելարուսի այդ ինչ-որ ընդդիմադիր առաջնորդ Ցիխանովսկան, որը նույնպես եկել էր, այսինքն Հայաստանը ցույց է տալիս տեության թշնամական վերաբերմունք Ռուսաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրի, մասնավորապես Բելարուսի նկատմամբ։ Նրանք էլ հասկանում են ինչա կատարվում եւ որոշակի խնդիրներ են դնում։ Այդ վերջին հեռախոսազրույցը Պուտինի եւ Փաշինյանի, տեսեք ինչ զարգացումներ եղավ, չէ՞։ Փաշինյանը ակնկալում էր, դա ակնհայտ է, որ իրանք սպասում էին Ռուսաստանի նախագահի շնորհավորանքին ընտրություններից հետո։ Բնականաբար այո։ Դա բացի դրանից որ չեղավ, Ռուսաստանի արտգործնախարարությունը եւ նախագահի մամուլի խոսնակը հայտարարեցին, որ Հայաստանում ընտրությունները զանգվածային ընտրախախտումներով են եղել, որոնք ստվերում են դրա լեգիտիմությունը, եւ իրանք սպասեն բողոքարկման արդյունքներին։
այդ բողոքարկումն էլ տեղ ունեցավ, մինչև ՍԴ-ի որոշումը տեղ ունեցավ, բայց դրանից հետո էլ շնորհավորանք չեղավ։ Նիկոլ Փաշինյանը որոշեց գնա Եկատերինբուրգում մասնակցի ինչ-որ մի ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի, որին հանգիստ կարար չգնար, դա էլ իատամի ձևաչափում չէր, որպեսզի այնտեղ հանդիպի Ռուսաստանի վարչապետին։ Գնաց շատ սառը հանդիպում էր տեղ ունեցել եւ այնտեղ իրան չհաջողվեց այդ պահի դրությամբ եղած սանկցիաները չեղարկելու կամ չեզոքացնելու, ավելին դրանից հետո Ռուսաստանը նոր սանկցիաներ սկսեց կիրառել նաև պաների նկատմամբ, այլ գյուղմթերքների ձկան արտադրանքի նկատմամբ։ Հիմա ինքը տեսավ, որ իրան շնորհավորող չկա, իրան բան չկա, վերջը որոշեց իր նախաձեռնությամբ ինքը զանգի Ռուսաստանի նախագահին եւ այդ հաղորդագրությունները եւ 2 օր առաջ էլ այդ ԿՊ-ի վարչանիստից հետո ճեպազորույցի ժամանակ իր խոսքից, այդ ինտոնացիայից բաններով, որ այդ խոսակցությունը իսկապես շատ ծանր խոսակցություն, այսինքն իրեն հաստատ չի հաջողվել լուծել պատժամիջոցների հարցը, այսինքն հայկական ապրանքի Ռուսաստանի այդ հարցը ինքը չի կարողացել լուծի, իսկ թե ինչ բարդացումներ են սպասում հայ-ռուսական հարաբերություններում, պետք է ուղղակի միայն ենթադրել։ Ես տեսնում եմ, որ իսկապես լինելու են նման զարգացումներ, դա կվերաբերելու է ամենայն հավանականությամբ նաև գազի գնի փոփոխությանը, պատահական չի, որ հենց այդ օրերին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ըստ էության չպլանավորած այց էր կատարել Իրան եւ այնտեղ պաշտոնական հաղորդագրություններում խոսում էր Իրանից Հայաստան գազի հնարավոր մատակարարման, դրա գնի շուրջ նոր բանակցությունների հնարավորության հարցերը։ Ես կարծում եմ, որ նա ստիպված է եղել գնալ այդ ճանապարհով, հաշվի առնելով, որ Ռուսաստանը հնարավոր է այս տարվա նույնիսկ դեկտեմբեր ամսին վերանայի Հայաստան մատակարարվող գազի։ Այդ մասին Պուտինը Փաշինյանին ասել է վերջին հանդիպման ժամանակ, ասել է, որ եթե դուք ընտրում եք եվրոպական համայնքի, ԵՄ անդամ երկիր դառնալու հեռանկարը, իմացեք, որ եվրոպական երկրները մոտ 3.5 անգամ ավելի շատ են վճարում ռուսական գազի համար, կոնկրետ թիվներ քան դուք եք հիմա վճարում, ասես որ նաև պատրաստ եղեք դրան։ Իսկ Ռուսաստանի նախագահը դա այդ երկրում որոշումների կայացման ամենաբարձր մակարդակն է եւ հնարավոր չի նախագահը այդ տեսակետ ունենա, ենթադրենք էներգետիկայի նախարարը կամ Գազպրոմի ղեկավարը այլ տեսակետ ունենա, դա այնտեղ ուղղակի հնարավոր չի։ Տեսեք, պարոն Ղազարյան, այսինքն նշանակում է, որ Մոսկվայի համար տնտեսական հարցերը երկրորդ պլանում են, ինչ խոսում եք, դա ուզում հասկանալ, որովհետեւ Փաստորեն Փաշինյանը փորձեց լուծել տնտեսական խնդիրը, փորձեց սահմանափակումների հարցը, բայց ելի նրան մատնացույց արեցին կոնկրետ քաղաքական ուղղվածությունը, այսինքն այդ եւ քաղաքականությունը արդեն էլ հնարավոր չի։ Նայեք, Փաշինյանը ակնհայտ անարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ բարեկամական, թե Ռուսաստանի նկատմամբ որպես պետության, այնպես էլ Ռուսաստանի նախագահի նկատմամբ։ Տեսեք, վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը իրեն ինչ խնդրեց։ Ըստ էության դա առաջարկ էր, կարելի է ասել նաև խնդրանք էր, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց ծրագրերում նախատեսում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացում, նրանց հնարավորություն տրվի ազատ, հավասար պայմաններում մասնակցել ընտրություններին, իսկ ոչ թե իշխանությունը հանձնի դրանց, ոչ թե դրանց բերի իշխանության, այլ պայմաններ ստեղծի, որպեսզի դրանք հավասար մրցակցային պայմաններով մասնակցեն ընտրություններին։ Իսկ ինքը դա առհասարակ անկախ դրանից քաղաքական ուժը ինչ ծրագրեր ունի, ինչ աշխարհակաղակական պատկեր, բոլորը պետք է ասես թե հենց հավասար մասնակցեն, չէ՞։ Իսկ ինքը բացի դրանից, որ որևէ որոշում չկայացրեց իրավիճակը շտկելու, այլ հակառակը ընտրական շրջանում ձերբակալվեց ԲՀԿ-ի երկրորդ համարի տեխնացու Անդրանիկ Թևանյանը, որին առաջադրվեց մեղադրանք Ռուսաստանի օգտին հետախուզություն իրականացնել մարդկանց լրտեսության մեղադրանքով, այսինքն հերիք չի դու այդ կուսակցությանը նաև ԲՀԿ-ն էլ էր, չէ՞, հանդես գալի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դիրքերին։ Հերիք չի դու դա չես ապահովում։ Մի հատ էլ լրացուցիչ այդ ամեն ինչ ասելուց հետո պահանջի նման է հնչում, չէ՞, ձերբակալում ես տեխնացուներին, հետն էլ մեղադրանք ես ներկայացնում, որ ասիկան Ռուսաստանը Հայաստանում չի պիտի լրտեսություն անի, դա նույնիսկ տրամաբանական չի, որովհետև բարեկամ երկրները միմյանց հանդեպ լրտեսության խնդիր չունեն, առավել եւս Հայաստանը եւ Ռուսաստանը միմյանց հետ գաղտնի տեղեկություններ փոխանակելու պայմանագիր ունեն։
Այսինքն եթե Ռուսաստանին Հայաստանից գաղտնի տեղեկություն է պետք, իրենց իրավազոր մարմինները դիմում են Հայաստանի համապատասխան մարմիններ եւ դա փոխադարձ է։ Իսկ եթե իրենք կարող են պաշտոնապես ստանալ իրենց հետաքրքրող գաղտնի տեղեկությունները, լրտեսությամբ դա ձեռք բերելու իմաստը ո՞րն է, այսինքն դրանով Փաշինյանը մեղադրեց նաև Ռուսաստանը, Անդրանիկ Թևայանի գործը շատ յուրահատուկ գործ է, որ դրանով իրանք մեղադրում են Ռուսաստանին նաև Հայաստանի հանդեպ իբրև թշնամական դիրքավորված պետություն ներկայացնելով եւ նաև ոչ պայմանագրաունակ պետություն ներկայացնելով։ Իսկ դուք պայմանագիր ունեք, որ կարակ մեզ դիստի, բայց լրտեսություն եք անում մեր դեմ։ Սա շատ ծանր մեղադրանք։ Հիմա Ռուսաստանում էլ իրանք միամիտ չեն։ Այդ ամեն ինչը տեսնում են եւ դրանից բխող որոշումներ, այսինքն ինքը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում։ Տեսեք, ասենք երեք էլ ասում են Պուտինը ձեզ չի շնորհավորել, ասում այո, չի շնորհավորել։ Երկար շնորհավորել, հա։ Սա այդ ինչ այդ ասելու ձևը, չէ՞, դա ինքը իր մեջ անհարգալից տարապարունակում էլ ընդհանրապես պետության ղեկավարի խոսքի պատասխանատվությունը շատ բարձր է։ Ես վստահ եմ, օրինակ Մակրոնի մասին խոսելուց Փաշինյանը տենց չի խոսի ու լավ է որ չի խոսի, որովհետև աշխարհում գերտերություններ կան, չէ՞, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ որոնց ղեկավարների հանդեպ առասել չեմ ասում բոլորի հանդեպ, բայց որոշների հանդեպ պետքա միշտ խոսքիդ արժեքը, վերաբերմունքը, զգաստությունը իմանավանդ մեր կարգի երկրներ, օրինակ ասենք Միացյալ Նահանգների նախագահի մասին խոսալուց Հայաստանի ցանկացած ղեկավար, որ ժամանակներում է որը լինի, ինքը պետքա հատուկ զսպվածություն ցույց իր խոսքին արժեք հասկանա, էլի, ինքը որ երկրի ղեկավարն է ու որ երկրի մասին, այսինքն չի կարա Հայաստանի ղեկավարը անհարգալից խոսույթ ունենա Ընդհանրենք Միացյալ Նահանգների կամ Չինաստանի նախագահի կամ Ռուսաստանի նախագահի առհասարակ նախագահը, բայց մեր պարագայում Չէ, ասենք, եթե խոսողը պետություն հասկացած ՄԱԿ-ում բոլորն էլ հավասար կարգավիճակ ունեն, բայց իրավաբանորեն պետությունների դերը, նշանակությունը աշխարհի կյանքում տարբեր են, չէ՞, դու պիտի խոսքիդ արժեքը հասկանաս ու մասին է։ Հիշում եք մի քանի տարի առաջ էր, 2-3 տարի առաջ, երբ որ այդ Հռոմի ստատուտը ընդունեցին, մի հատ բրիտանացի լրագրող հարցում ասում է, հիմա այդ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Հիմա Պուտինը եթե այցելի Հայաստան, դուք իրան ձերբակալելու եք, որովհետև վավերացրել եք այդ համաձայնագիրը։ Ինքը ոչ թե ասում է, չէ, դա բացառվում է, ոնց կարա բարեկամ երկրի ղեկավարը այցել, օրինակ Մոնղոլիան էլ է այդ համաձայնագիրը վավերացրել, Պուտինը դե այցելել է, ասենք ոչ մի Մոնղոլիայի ղեկավարը չի քննարկել առհասարակ իրանք մտածել են, թե ամենաբարձր մակարդակով ոնց ընդունեն իրանք կարևոր հյուրին, չէ՞։ Իսկ ինքը ոչ թե ասում է, որ ոչ դա ինչ է ասում, ցես բան չի կարելի խոսել, ասում է մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, իրավական երկիր է, եւ ես չեմ կարող ասեմ, թե իրավապահ մարմինները ինչ կարան անեն։ Անկախ են իրավապահ։ Ասենք հիմա բարեկն է, օդանավականից դեպի Երևան ճանապարհին Պուտինի մեքենան կանգնացնում է, Ես ինչ կապ ունեմ։ Ձերբակալում են, քննիչն վարույթ է նախաձեռնում, դատախազ։ Ես դրա հետ ինչ կապ ունեմ, ասում եմ։ Բարեկն է, իր գործն է անում, ես ու ասում եմ, գիտեք ով։ Նիկոլ Փաշինյանը, որ Գյումրիում մի օր առաջ ասում է, վաղը պիտի Անդրանիկ Թևանյանը ձերբակալվի լրտեսության մեղադրանքով, հաջորդ օրը Անդրանիկ Թևանյանը ձերբակալվում է լրտեսության մեղադրանքով։ Այդ ասողը Պուտինի մասին խոսալուց ասում է, այդ ինչ չվերաբերող հարց է, դատախազ կա գնացեք հարցրեք, հիմա պիտի ձերբակալվի, թե կարող է նաև ես ինչ իմանամ։ Բայց ամեն տեղ, պարոն Ղազարյան, չի տպավորություն չի, որ Փաշինյանը ինչ որ փակուղում է հայտնվել, տեսեք, զանգեց Մերցին, հետո զանգեց Մակրոնին, տեսավ չէ, այդ եվրոպական ուղիները ամեն դեպքում այսպես անսասան են, չգիտեմ, անսասան չեն հակառակային, որ չի կարողանում կոտրել այդ բարիերը, հետո նոր զանգեց արդեն Կրեմլ։ Բացի Թրիպի հարցն է, հա, տապալված։ Օգոստոսի 8-ին է, չէ, ստորագրվել։ Մի տարի անցել է։ Գլեմ է 10 տնենք այդ մի տարվա մեջ, մի իրադարձություն դրա հետ կապված եղել է, թե չէ։ Դե պետք քարտուղարը եկավ էլի հապճեպ զվարթնոցում, չգիտեմ ինչ արեցին։ Թրիպը ստորագրելուց հետո ինքը ալիվ չի հանդիպել։ Այո, չի հանդիպել։ Էլ խոսալու բա խաղաղություն են հաստատում, բա նախաստորագրած պայմանագիր ունեն, բա չեն քննարկում այդ խաղաղությունը ոնց պիտի լինի, թե չպիտի լինի։
Հələ մինչև թրիփը ստորագրել եմ հələ հիշեք ինչ ինտենսիվությամբ էին հանդիպում Միացյալ Արաբական Էմիրություններում հանդիպեցին Այդ խաղաղության դրանից առաջ մեկ օրվա տարբերությամբ իրանք գնացին Ստամբուլում Էրդողանի հետ հանդիպեցին ու ինքը ասաց որ Էրդողանի հետ այդ ճշտումներն են կարել թրիփի ստորագրումից առաջ հետո գնաց Աբու Դաբիում Ալիևի հետ 5 ժամ էր տևի այդ հանդիպումը Դրանից առաջ այդ եվրոպական համայնքի գագաթաժողովն առիթ բաց չէր թողնում մի տարիան ասկի Ալիևի հետ չի հանդիպում քննարկելու բան որտեղ Ալիևն ընդից ասել է մինչև համանդրություն չփոխես ոչ հիմա տեսեք թրիփը ակնհայտ չեմ ասում որ այդ մի տարվա ընթացքում Ամերիկա-Իրանյան պատերազմն ա եղել իսկ Իրանը դեմ էր թրիփին հիմա այս լարվածության մեջ Միացյալ Նահանգներն էլ չի փորձում նոր օջախ, նոր խնդիր ստեղծի Իրանի այդ հարցում կարծես հարաբերություններում, իսկ Միացյալ Նահանգներին տրված է թրիփի 74%, իսկ եթե իրենք այնտեղ ակտիվություն չեն ցուցաբերում, ուրեմն վերջացավ էդի։ Իմաստայության դա վերջա ինքը այո, ես լրիվ համաձայն եմ ձեր այդ արձանագրման հետ, որ ինքը բոլոր ուղղություններով հարաբերությունների հակողում է, ինքը լուծումներ չունի։ Ոչ Ռուսաստանի հետ է կարում հարաբերություններ զարգացնի ԵԱՏՄ, ոչ Եվրամիության, Եվրամիության հետ բաց այդ կնիկները, որ ջեմ են սարքում ուրաբանից չգիտեմ ինչ, ուրիշ ինչ էական արդյունք կա, չէ՞, ոչ մի որոշում, ոչ մի ձեռքբերում, ոչ մի բան, խոստում, որ իրանք Հայաստանը կդառնա ԵՄ անդամ չկա դա։ Միացյալ Նահանգների հետ էլ պրավա, իսկ բոլոր տեղերը դա մալի ինչ անում այդ մարդը Արցակուրտա վերցը գնացել է ցիտիկ, չէ՞, մատ տեսանյութեր հրապարակել, որ ցիտիկը շենքի չի կարում դուրս գա, ինքը տենց հիմա կողքնի, ցիտիկ, էդի իր հրապարակած տեսանյութն այն ժամանակ, երբ որ ձգնարդյունաբերողները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ ասում են, որ իրանք միլիոնավոր դոլարների վնասներ են կրում։ Ինքը ասում է, ես ցիտիկի հետ եմ խաղում ու երբ որ դա վերջացնում է գիրք է կարդում։ Չէ՞ կարծում որ հատուկ անում բանվազել։ Ինքը չի աշխատում, ինքը ի վիճակի չի, հասկանում եք, ինքը որևէ աշխատանք կատարելու, բարիք ստեղծելու ու նա վերջը նախ առաջի տարին չենք, չէ՞ դրան ճանաչում։ 51 տարեկան մարդ, ասեք դա մինչև հիմա ինչ բարիք է ստեղծել, ինչա կարացե անի։ Ոչ մի բան, ինչ կարա անի։ Հələ ասեք դրան պատկերացրեք, բերեք ձեր լրատվամիջոցում աշխատի, ինչ կարա անի։ Ասեք պատկերացրեք առավոտը լույսը բացվել է, Նիկոլ Փաշինյանը գալիս է աստե գործի։ Հələ մի հատ պատկերացրեք այն աշխատանքը, որ ինքը կարա ստեղից անի, ու դա օգուտ բերի։ Ու դա ասեք թե չհանգեցնի լրատվամիջոցի փակվելուն, դատական հայցերին։ Մի օր ստե աշխատի, աշխարհի խնդիրները քաղաքի ձեր գլխին։ Հիմա վարչապետը աշխատում, աշխարհի խնդիրները հավաքել է Հայաստանի գլխին։ Դա ի վիճակի չի։ Մասշտաբը նույնն չի, բայց դրա համար ասեք խուսափում աշա, ինչ է, հեծանի վակշում թմբուկ ախը։ Իր հիմնական տեսանյութերի իր զբաղվածությունը, որ նայեք ինչին է, խո երկրի սոցիալական, տնտեսական, աշխարհաքաղաքական անվտանգային խնդիրներին չի վերաբերում։ Խաղ հետ հիմա ասեք թե իր մտահոգությունը վարչաֆեստ, վարչաբենդ, վարչա հեծանի, սաղ Էդ է իր զբաղմունքը։ Այդ իչորելի է թմբիրի մեջ գցելու վիճակը, այո, ինքը դες խուսափում է։ Բայց եթե լավ, հիմա եկեք հարցին ուրիշ կողմից նայենք, եթե իշխանությունը իսկապես այս փակուղու մեջ է, հատկապես աշխարհաքաղաքական բեմում, արտաքին աշխարհում իր առաջ փակուղի է, դռները փակ են այս պահին, բայց այդ դեպքում գոնե մեզ մոտ արդեն ընդդիմությունը, դուք էլ որպես արդեն ամենաուժեղ ընդդիմության ներկայացուցիչներից մեկը, ընդդիմությունը ինչի չկարողացավ դա վերածել քաղաքական հաղթանակի։ Ընդդիմությունը արել է առավելագույնը եւ ըստ էության ստացել է շատ մեծ ձեռքբերում, որը կարելի է նաեւ հաղթանակ համարել քաղաքական իմաստով։ Ընտրությունների վերջնարդյունքը դա քաղաքական process-ներով պայմանավորված չէր, դա ապօրինություններով էր պայմանավորված։ Իրանք գողացել են մեր ժողովրդից նոր հերթական անգամ իշխանությունը։ Եթե իրենք կազմակերպեին Հայաստանում կազմակերպեր ազատ մրցակցային ժողովրդավարական նորմերով ընտրություն նա առավելագույն անգամ վարչական ռեսուրսի պարագայում առավելագույնը կարող ունենար 40%։ Եվ սոցիոլոգիական հարցումները, ես ասում եմ նույնիսկ վարչական ռեսուրսի, այս ֆինանսական հսկայական միջոցների պարագայում անվերահսկելի, չէ։ Սոցիոլոգիական հարցումները մինչև ընտրությունը, որում ոչ թե մեկը, այլ մի քանի տարբեր է։ Ինչ էին ասում, որ ինքը կունենա առավելագույնը 40,
խորհրդարան կանցնեն առնվազն 3 ընդդիմադիր, որոշները տալիս էին նաև Թաթոյանին, այսինքն 4 ընդդիմադիր ուժեր պիտի անցնեին խորհրդարան, ինքը եթե մնում էր 40, այն մյուսները լինում էին 60։ Եվ եթե մյուսները կոալիցիա են կազմում, ինքը դառնում էր ընդդիմություն, այս մեկը դառնում էր իշխանություն, այսինքն եթե ժողովրդավարական ընտրություններն էին, այդ պատկերն էր ստացվելու։ Իսկ ինքը հերիք չի, որ բերեց զորով 49%, իրա 40-ը սարքեց 49%, վերջը ՍԴ-ում քննարկում էր, մենք նայել ենք, չէ՞։ Այդ 78000 չաշխատող անձնագիրը, դա քվեա, չէ՞։ 40000 բանակը, դա քվեա, չէ՞։ Խախտումներն են։ Այդ 19000 անվավեր քվեաթերթիկը, դրանք հանել են նորեն, չէ՞, ձայների։ Այդ ոնց առ բոլոր նախորդ ընտրություններն եղել է 3500, հիմա էլ 17000։ Այդ գաղտնի ցուցակները, այդ ամեն ինչով ինքը բերեց զորով սարքեց 49%, հետը նույնիսկ 49%-ի պայմաններում ԲՀԿ-ի 60000 ձայներ գողացավ, ասենք ԲՀԿ-ի ձայներով ՔՊ-ի մանդատների քանակը 4-ով ավելացել է։ Այսինքն մարդիկ գնացել են 60000 մարդ դեմա քվեարկի հատկապես Նիկոլ Փաշինյանին, հակառակ դեպքում չի պիտի Ծառուկյան ընտրեր, չէ՞։ Ու դրա արդյունքում ՔՊ-ից հիմա 4 հոգի դարձել են падգամավոր, իրանց դեմ քվեարկած քվեներով։ Այդ չեմ ասում, մոտավորապես ամեն մի կուսակցության 1% ձայնը մի մանդատ հաշվեք, էլի փոշիացման, այսինքն Արման Թաթոյանը եթե հավաքել է 2%-ից ավել, նշանակում է 2 մանդատ ՔՊ-ում իրանք ստացել են Արման Թաթոյանի շեմը չհաղթահարելու հետևանքով։ Այսինքն մարդիկ գնացել են դեմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, 2 ՔՊ-ական դրա արդյունքում ստացել են падգամավորական մանդատ։ Հիմա այդ ամեն ինչը պիտի համարենք որպես ընդդիմության անհաջողություն, ինքը զավթել է իշխանությունը, դրա համար է շատ լավ հասկանում է, որ ժողովրդի իրական վստահություն, իրական աջակցություն ինքը չունի։ Դա համար հետընտրական շրջանում էլ է, չէ՞, քրեական գործեր, ասեք գնացեք Նարեկ Կարապետյանի քրեական, այ բախտավարա Նարեկ Կարապետյանը քրեական գործեր դիշ կապ կարա ունենա։ Առհասարակ հետո միլիարդների ամենաազնիվ, ամենապարկեշտ մարդկանցից մեկը զորով գնացեք կպելա, չէ՞, նորից Գագիկ Ծառուկյանի դեմ այդ հետընտրական այս արշավանքները։ Բան չի գտնում անելու, ասեք գնացեք փակելա նրա 7000-ից ավել մարդ թողել է անգործ, բիզնեսը խլել է, ինչ է նշանակում Արարատ ցեմենտ այսօր փոխնախարարին ուղարկես, ասում է Արարատ ցեմենտի կառավարումը անցել է պետությանը, ոնց է անցել, ինչի ինչ կապ ունի պետությունը, մասնավոր ընկերությունը մարդը փողադրեն, ինքը պիտի իր փողերը ոնց կարող իշի կառավարի։ Այդ իրավական ինչ կարգավորում ունի այդ կուլակաթափությունը էլի, չեմ հասկանում։ Դա որևէ բացատրություն չունեցող երևույթ է, մասնավոր ընկերություն։ Հիմա այդ ինչի է ինքը այդ քաղաքական գործ, նաև հետընտրական նորից էլ հայտարարել է, չէ՞, որ պիտի Ռոբերտ Քոչարյանի դեմ Սամվել ասում, հա։ Այսինքն նրանք ովքեր ազդեցիկ են, նրանք ընտրությունների արդյունքները ցույց տվեց, որ ամենաազդեցիկ գործիչները այսօր մեր հասարակության մեջ Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Ծառուկյանն է, ընտրությունների արդյունքներ չէ գոյություն ունեն։ Հերթականությամբ նրանց կշիռները այդ է վկայում։ Հիմա որը որ ազդեցություն ունի, նրանց դեմ ինքը հետևողականորեն պայքարում է։ Ինքը իր ճշնամին հայ ժողովուրդն է, ինքը պայքարում է հայ ժողովրդի եւ հայ ժողովրդի սերը հարգանքը վայելող գործիչների դեմ։ Լսեք ինքը մի հատ ադրբեջանցու հասեի, մի հատ վատ բան ասի։ Չէ, ոնց վախենում է, որ խաղաղությունը Թուրքիան քանի նախկին նախագահ ունեցել, չէ՞։ Շատ։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախկին նախագահներից մեկի հասցեին մի հատ թթու խոսք ասած կա, բայց առավոտից իրիկուն Հայաստանի նախկին նախագահների մասին է, չէ՞ ինքը խոսում։ Ովքեր են իր ամրցակիցները։ Որտեւ ինքը Թուրքիայի շահերը սպասարկող հայ ժողովրդին ճշտամաբար տրամադրված մարդ է։ Հենց տեսնում եմ մի հոգի կա, որ հայ ժողովրդի համար ամենատարական խնդիրը նկարալուծի, Նարեկի Կարապետյանի դեմ քրեական գործի երբ հարուցին գնացին, կոմբայնից հետո։ Ասում է, էդ ի՞նչ ազապ անեք մտածել, որ ընտրություններից հետո քաղաքական ուժը նորից գնա հանդիպի ընտրողների հետ։ Ֆիքսի տեսնի, որ համայնքում ինչ խնդիրներ կա, ու 2 օր հետո այդ խնդիրը լուծի, իրապես չէ, որ տարիներով իր խոստումները չի կատարում, հակառակն անում։ 2 օր հետո այն ամենադժվար համարվող խնդիրը, տարիների ընթացքում կուտակված խնդիրը 2 օր հետո լուծվում, ասում է, այ քեզ բան։ Էսով է եկե հայ ժողովրդի հոգսնա թեթևացնում,
հայ ժողովրդի բարեկեցություն, տունախոս տանում, ես հայ ժողովրդի տնական եմ անում, տներից հանում եմ, սարքում եմ փախստական 150,000 մարդու 10 օրվա մեջ սարքել եմ փախստական իրանց տներից հանը գցել եմ դուրս։ Սա եկել է տուն է տալի մարդուն, ասում է երեխա ունեցի, ընտանիքում ապրի, էս ով է։ Քրեական գործ։ Այդ չի։ Այդ ամեն ինչը շատ ճիշտ եք ասում, պարոն Ղազարյան, բայց եթե նայում ենք 4 փաստերին, արդեն որորդ տարին շարունակ այդ մարդը երկրի ղեկավարը ու հաղթում է, հիմա վարչական ռեսուրսով, ընտրախախտումներով թե ինչով, հաղթում է։ Ինչու է հաղթում, որն է նրա այդ քաղաքական այդ ուժեղ կողմը, որ ընդդիմության համար դա դառնում է թուլություն։ Նա քաղաքական կողմ չունի, նա ոչ թե հաղթում է ընտրություններում, այլ ապօրինություններով զավթում է մեր ժողովրդի օրինական իշխանությունը։ Բայց այդ իշխանությունը ինքը տնօրինելու երկար հնարավորություն չի ունենալու եւ մեր խորհրդարանական գործունեության, հիմնական եւ հետագա քաղաքական գործունեության գլխավոր նպատակը հենց դա է, որ իրեն վռնդել իշխանությունից եւ հայ ժողովրդի օրինական իշխանությունը վերադարձնել մեր ժողովրդին։ Եվ ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի մեր գլխավոր խնդիրը լուծել։ Ես այդ հարցը դեռ ուզում եմ տամ, բայց կուզեմ անդրադառնանք այս երկու հանրաքվեների վտանգին, ասես Դամոկլեն թրի նման ոնց որ կախվել են, մեկը արդեն սահմանադրությունն է, մյուսները արդեն Մոսկվայից են պահանջում կողմնորոշվի հիմա ԵԱՏՄ թե ԵՄ։ Եթե նման իրավիճակ ստեղծվի, որ հանրաքվեն կլինի ավելի վտանգավոր Հայաստանի համար, ըստ ձեզ։ Ես կարծում եմ ոչ մի հանրաքվեի անհրաժեշտություն էլ չկա, որ Հայաստանը անցկացնի։ Չկա տենց անհրաժեշտություն։ Չկան, այդ ուրիշ հարց է։ Ես շատ վատ եմ համարում, արդեն նշանակում է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն չի, եթե որևէ երկրի ղեկավար պահանջում է, որ Հայաստանում պիտի հանրաքվե, այսինքն Ռուսաստանի նախագահը չի պիտի պահանջի մեր երկրում հանրաքվե լինի։ Այդ իր ինչ իրավասության հարց է։ Հայաստանի ազգային ժողովի 2/3-ը միայն կարա որոշում կայացնի հանրաքվե անի թե չէ։ Ստացվում է մի մարդ օտար երկրի ղեկավար որոշում է, որ պիտի Հայաստանում այդպես բան ո՞նց կարա լինի։ Հիմա ով Հայաստանի հետ առնչվում ամեն մեկը մի հանրաքվեի պահանջ է դնում։ Ալևնասան պետության նորմալ վիճակ չի իրականում։ Վերացավ, նշանակում է, որ եթե նման պահանջ որևէ մեկը դնում է, այդ արդեն նշանակում է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն չի։ Դուք երբեք չեք լսի մանգակ հիմա ինտերնետը գտնեք, չեք գտնի դեպք, երբ որ Ռուսաստանի նախագահը մեկ այլ երկրից պահանջի, որ իրանք այդ երկրում պիտի հանրաքվե անեն։ Բայց չկա։ Բայց ըստ ձեզ հիմա անդիմությունը կարողանա հակակշռել ինչ-որ ձևով ազդել խորհրդարանում հենց այդ սահմանադրական միակ հնարավորությունը, որ ունենք, զատի հենց դա է, որ Նիկոլ Փաշինյանի խմբավորումը ԿՊ-ն 2/3 չունի, իսկ այդ որոշումը կայացնելու համար ազգային ժողովի падգամավորների 2/3-ի կողմ ձայներն են պետք, եւ մեր մանդատները վերցնելու նաեւ իմաստն էր դա, որովհետեւ եթե մենք մանդատներից հրաժարվեինք, իրենք կարող է հռչակեին, որ իրանց 64 մանդատը 100%-ն է, ոչ թե 2/3-ն է, այլ 1/4, ասեն խորհրդարանը կազմված է փաստացի այս պահին 64։ Դա 100%-ն է ստացվում։ Դա կարային են, հիմա իսկ եթե մեր ընդեղ լելու պայմաններում չեն կարող ասել, որ իրանք 100% են։ Իրանց պետք է 2/3, իսկ 2/3 իրանք չունեն։ Ես կարծում եմ, որ Հայաստանը հանրաքվեի անհրաժեշտություն չունի, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, Նիկոլ Փաշինյանին ուղղակի պետք է հեռացնել իշխանությունից, որպեսզի մեր երկիրը կատարի իր նորմալ պարտավորությունները բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՏՄ-ի առջև, որին անդամակցում է, եւ նաեւ կրի այն օգուտները, այն հնարավորությունները, որ մեզ տալիս է այս կամ այն միջազգային կազմակերպության անդամակցության հանրաքվեի անհրաժեշտություն չկա։ Հիմա ԵԱՏՄ-ին Հայաստանը անդամակցում է, թե չեմ սխալվում, 2013 թվականից։ Եթե այդ տարիների ընթացքում ոչ մի խնդիր չի առաջացել, հիմա ինչի է առաջանում, ով ասում, որ հիմա նման խնդիր գոյություն չունի։ Այսինքն այդ խնդիրները ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, եւ դրանք արհեստացի հիմա ոչ մեկը չի ասում, որ պիտի Ղազախստանում անցկացվի հանրաքվե, որ իրանք որոշեն ԵԱՏՄ-ը, որովհետեւ Ղազախստանի քաղաքականությունը ԵԱՏՄ-ի հանդեպ նման խնդիր չի առաջացնում։ Այդ խնդիրը առաջացել է ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի հետ։ Ընդ որում Հայաստանի մենակ վարչապետի հետ։ Եթե այդ վարչապետը փոխվում է, այդ խնդիրները ավտոմատ դրա հետ միասին լուծվում են։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի պահանջին, նա ընդհանրապես ճշտամական երկրի պահանջ է, որի նպատակը Հայաստանը որպես պետություն կործանելու լուծարելն է։ Հենց որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը բոլոր այդ խնդիրները լուծում է, եւ ես կարծում եմ, որ հիմա մենք որևէ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չունենք։
ոչ սահմանադրության փոփոխության եւ ոչ էլ միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության որոշման։ Եղած կազմակերպություններին, որը մենք անդամակցում ենք, պետքա լիարժեք կերպով կատարենք այդ կանոնադրություններով կազմակերպությունների մեր բոլոր պարտավորությունները։ Թեպետ գիտեմ, այս հարցը ձեզ շատ են տվել, բայց ամեն դեպքում նաև հիմա մենք էլ քննարկեցինք, որ ասենք նա զավթել է, ոչ թե հաղթել է։ Մեր տաղավարում կարծիքը հնչել, որ իշխանությունը չհաղթեց, բայց ընդդիմությունն էլ չպարտվեց, նաև այդ կարծիքն եմ լսել, այսինքն ըստ ձեզ ընդդիմությունը ճիշտ չգնահատեց հասարակական տրամադրությունները միգուցե նաև ամեն դեպքում կարող եք ընդունել, որ ինչ որտեղ ինչ որ սխալ գնացել է, ոչ թե պարզապես պարտվել եք կամ նա ուղղակի լցոնում արել, չգիտեմ, ինչ որ մի բան։ Ես կարծում եմ սխալ որպես այդպեսին ես չեմ կարող արձանագրել, որովհետև արվելա առավելագույնը։ Արվելա առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ընտրական անգամ այս բռնապետության պայմաններում ընտրական գործընթացից ստանալ առավելագույն արդյունք։ Եվ այդ արդյունքը ինչ-որ իմաստով նաև ստացվել է, որովհետև ես օրինակ շատ ավելի վատ իրավիճակ եմ պատկերացնում մեր երկրի հանրային քաղաքական կյանքի համար, եթե Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ չներկայացներ։ Այսինքն նրա մուտքը քաղաքականություն, ուժեղ Հայաստան կուսակցության ստեղծումը, հետագայում դաշինքի ստեղծումը էապես ազդել է հասարակական տրամադրությունների փոփոխության, գեներացիայի, կոնսոլիդացիայի վրա եւ իր անձնական հեղինակությունը, իր նկատմամբ մեր հասարակության ունեցած սերը, վստահությունը, հարգանքը շատ բանափոխ է։ Եթե դա չլներ, մենք շատ ավելի վատ պատկեր էինք ունենալու, քան կա նույնիսկ հիմա։ Բայց մենք գործ ունենք բռնապետական համակարգի հետ, այսինքն անգամ այս պայմաններում այդ խնդիրը այդ ձևով հնարավոր չեղավ լուծել, բայց դրանից հասարակական տրամադրությունները չեն փոխվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը անկախ իր հանդեպ ունեցած իմ վերաբերմունքի, շատերի վերաբերմունքի, պետք չի մտածել, որ ինքը հիմար է։ Ինքը շատ լավ հասկանում է։ Այսինքն եթե ես իմ ունեցած տեղեկությունները, որոնք որ հանրային շփումների արդյունքում են, ինքը այդ տեղեկություններից բացի ունի նաև պաշտոնական տեղեկություններ, չէ՞։ Այսինքն հիմա այն մարդիկ, ովքեր իրեն տարբեր ապօրինի ծառայություններ են մատուցել, գնացել զեկուցել են, չէ՞։ Ասենք հիմա մարզպետները իրան զեկուցել են, չէ՞, թե իրենք ոնց են ապահովել ամեն մեկ իր մարզի տարածքում ՔՊ-ի օգտին ձայների ստացումը, որպես իրանց աշխատանքի արդյունք։ Հիմա ինքը այդ զեկույցները որ լսում է, հասկանում է, չէ՞, որ դրանք սա անօրինական է, ու ոչ մեկը հասարակական հարգանքի, վստահության, վերաբերմունքի դրսևորում չեն։ Ու ինքը հասկանում է, որ եթե ինքը վարչապետ չլներ, այն էլ մարզպետ չլներ, իրան գնային ընտրության 4% ձայն չէին հավաքի, ինքը հիմար չի, ինքը հասկանում է, որ դա տենց է։ Հիմա ասում է փաստորեն ստացվում է, որ ինքը ղեկավարում է մի հասարակություն, որտեղ ինքը վստահություն, հարգանք, իրական իշխանություն չունի։ Դա համար վախենում ասում այդ հասարակությունը ցանկացած բայ որ ոտքի է լավ, շատ վատ բաներ կարա լինի։ Ու դրա համար այն մարդիկ, ովքեր որ ազդեցիկ դիրք ունեն, հեղինակություն են, նրանց խոսքը ասը, փորձում են նրանց լիկվիդացնել, նրանց ձերբակալել, նրանց կալանավորել, նրանց ունեզրկել։ Ինչի համար անում, որպեսզի թուլացնի, այսինքն այդ հասարակական բացասական տրամադրությունները հնարավորություն չտա, բայց դա չի կարա ինքը անի, ի վիճակի չի անի։ Դա համար աշխարհակաղակական իմաստով էլ է հայտնվել փակողում։ Ու ներքին դաշտում արդեն։ Ու դա կարծում եմ, որ կբերի որոշակի զարգացումների, ու ինքը ոնց որ հասկանում է, թե որոնք են այդ զարգացումները։ Դա համար այդ ՔՊ-ի ներսում էլ չէ, այդ վերադասավորումներին տես պետք չի հենց այնպես նայել, օրինակ ասենք մարդ կա, օրինակ ես, ինձ հետաքրքիր է, թե ոնց է որ գործադիր իշխանության իր հետ ամիջական շփում ունեցող պաշտոնյաներին ինքը տարել է ազգային ժողով։ Կարայիկ Հարությունյան, չէ՞, Վարշավետի աշխատակազմի ղեկավար, Նազելի Բաղդասարյան, իր մամա, դրանք են մարդիկ են, ովքեր իր հետ ամեն օր են շփվում, ամեն պահի ճամփորդում են։ Այսինքն այդ մարդկանց ինքը չի պահե գործադիրում, դառնում է այդ ոնց ալնում, որ մի շարք ազդեցիկ ՔՊ-ականներ, որոնք որ կուսակցությունում ռեալ ազդեցություն էին որոշներ նաև հասարակական կյանքում, ընդհանրապես չեն առաջադրվել կամ մանդատ են վայր դրել, ասենք Խաչատուր Սուքիասյան չկա, Շիշ Բռնող չկա, Ալեն Սիմոնյան, ասենք Ալեն Սիմոնյանը մի այսօրվա դրությամբ ազգային ժողովի նախագահ, չէ՞։ Ինքը ասենք ինչ տեսակի հավատարմության նշաններ էր ցույց տալի Փաշինյանին,
ինչ դրես դեմը կերավ, ինչ ուր ասես գնաց, ինչ հիմարություններ ասես դուրս տվեց, չէ, այս հայ-ադրբեջանյականի օգտին, հայ-ռուսականի դեմ, սա ինքը վերցրել էր, չէ, իր վրա Ալենը, դրանով ընդգծելով իր հավատը։ կա ինչ Ու հետո հիմա ուր Ալեն Սիմոնյանը։ Ճաք կա, բայց այդ ճաքը նոր ենք տեսնում, էլի, հա։ Նոր ենք տեսնում։ Բանը Արթուր Հովանեսյան կա, որ ուզում էր իմ լեզուն ակաժները կտրի։ Հիմա ոնց որ քաղաքականապես իր լեզուն ու ակաժներն են։ Ինչ պաշտոնի հավակնես կտշին։ Հիմա իրանք իրար մեջ դա տեսի քանի մարդ առասարակ չառաջադրվեց, քանիսը գնացին ընկան հետևի ցուցակ, այսինքն իրանց մոտ է չէ ներքին վերադասավորումներ բան կա, դա ես պատահական չեմ համարում այդ ամեն ինչը։ Ոչ մի բան պատահական չի, պարոն Ղազարյան։ Օգոստոսի 2-ին մեկնարկում է նոր ազգային ժողովը արդեն 9-րդ գումարման, որն է լինելու որպես ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի առհասարակ առաջին քայլը, ձեր խմբի քայլը, որ հարցն եք առաջինը բարձրացնելու ազգային ժողովում։ Քանի որ մեր խմբակցությունը եւ նաեւ մյուս ընդդիմահայաստան խմբակցությունը միասին անգամ չունեն մեծամասնություն, դա նշանակում է, որ ազգային ժողովում որոշումների ընդունման գործընթացի վրա մեր ազդեցությունը լինելու է չափազանց համեստ եւ ոչ ֆունկցիոնալ։ Այսինքն զուտ հեղինակել օրենքի նախագծեր եւ դրանք ներկայացնել ընդունման համար մեծ հաշվով դրանք անարդյունավետ բան են, որովհետեւ մանավանդ ԿՊ-ի պայմաններում իրանք այնց մարդիկ չեն էլի, որ ասեն, հա, լավ, ինչ անենք որ դուք ընդդիմում, հարցեք բերեք, քննարկենք, բոլոր կողմերից նայենք, կարող է մեզ համոզում եք, չէ, անգամ եթե հիշում եք նախորդ գումարման ազգային ժողովում 58000 քաղաքացու նախաձեռնությամբ օրենքի նախագիծը հայակվեն։ Նույնիսկ ազգային ժողովի նիստում չքննարկեցին, այսինքն բացասական եզրակացություն տվեցին, դեմ քվեարկեցին, որ մտնի նիստի օրակարգ։ Իսկ սրանք մարդու կարծիք լսելու ունակություն չեն, ուզում է մենակ լնես, ուզում է 58000 լնես, ուզում է պատգամավոր լնես, ուզում է իմիջիայլոց այն 58000-ի մեջ պատգամավորներ կային, ազգային ժողովի պատգամավոր, որ գնացել էին հայակվեին ստորագրեր։ Ինչպես կարող եք ստիպել, որ ձեր ձայնը լսվի։ Հիմա մեր խնդիրը ոչ թե մեր քաղաքական խնդիրը ոչ թե նրանց հետ օրենքի նախագծեր քննարկել եւ այլն, իհարկե ինչ որ անհրաժեշտ է մեր հասարակական կյանքի համար, մենք դա անելու ենք, ներկայացնել ենք մեր ժողովրդին, ասել ենք, որ այս խնդիրները կա եւ մենք մենակ այդպես քննադատողի դիրքերից հանդես չենք գալու, մենք լուծումներ ենք առաջարկելու։ Լուծումները մարդիկ տեսնելու են, որ այո, այս խնդիրի լուծումը ԿՊ-ն չի կարողանում իրականացնել, բայց դա Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծի։ Նարեկ Կարապետյանը ի վիճակի է խնդիր լուծելու։ Նիկոլ Փաշինյանը չի կարող կոմբայն առնի։ Նարեկ Կարապետյանը կարողանում է, ընդ որում ո՞նց եք համոզելու։ Հիմա դա մեր աշխատանքն է, ես հասկանում եմ, մենք մեր խմբակցությունում ենք հասկանում, որ մենք այտենց հեշտ, սովորական, աշխատանքային, հա, բանի վիճակ մենք չենք աշխատանքի չենք գնում, էլի, օգոստոսի։ Մենք պայքարի ենք գնում, մենք գնում ենք մեր պայքարը շարունակելու նոր կարգավիճակով, նոր որակ հաղորդելու մեր քաղաքական պայքարին։ Մենք չենք գնում, այսինքն ամսի 2-ին, ամսի 3-ին ես աշխատանքի չեմ գնալու։ Ես պայքարի եմ գնալու եւ այդպես մտածում են մեր խմբակցության բոլոր անդամները եւ իսկ թե այդ պայքարը ոնց անենք, որ արդյունավետություն ունենա, ֆունկցիոնալ դրական ելք ունենա, դա էլ մեր ամենօրյա մտածմունքն ալնելու, չէ՞, ասենք մենք ամեն օր նաեւ իրանք են մեր առաջ խնդիրներ ստեղծելու, անակնկալներ ստեղծելու։ Հիմա տեսեք օգոստոսի 2-ին նիստը չի սկսել, արդեն իրենք մտածում են ամենայն դեպս մինչև այսօրվա դրությամբ չի հաստատվի ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցություն ազգային ժողովի նիստին, ինչը կանոնակարգ օրենքի հերիք չի դա չեն անում, մեկ էլ ինչ-որ մի հատ կարգալույց, չգիտեմ, Թալինի եկեղեցու կարգալույց մի հատ տղա Արամայիս անունը։ Սև շորերը հագե գնացեք ԿՊ-ի վարչություն, ինչ-որ քննարկում է, որ ինքը գա ազգային, այսինքն ինչ կլինի ամսի 2-ին, եթե նա գա, այդ կարգալույցը գա եւ որոշի, որ նա է օգնելու աժը։ Չէ, դուք ընդդիմություն որպես ինչ եք, ինչ կձեռնարկեք։ Մենք պատգամավորներ ենք խորհում, մենք թույլ չենք տալու ամեն մարդ ազգային ժողովի գործունեությունը կազմակերպվում է ոչ թե իմ պատկերացումներով, ոչ էլ Ռուբեն Ռուբինյանի կամ Լյուլյուի պատկերացումներով։ Ազգային ժողովի գործունեությունը կարգավորվում է ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Եվ եթե օրենքում գրած է, որ ազգային ժողովի անդրանիկ նիստում ելույթի իրավունք ունեն
հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը նշանակում է որ մենակ իրանք ունեն ելույթի իրավունք։ Ինչ եք անել, Այսինքն հիմա օրինակ ես հանրապետության նախագահին չեմ ընդունում, ինքը լեգիտիմ չի, ինքը սխալ է, ինքը պիտի նախագահ չլներ, բայց ես չեմ կարա ասեմ որպես պատգամավոր, որ մի հրավիրեք հանրապետության նախագահին։ Այսինքն որտեւ ես չեմ որոշում հանրապետության նախագահը այնտեղ գա թե չէ, դա որոշվում է ազգային ժողովի կանոնակարգ։ Հիմա իմ ունեցած վերաբերմունքից ելնելով եթե ես չեմ որոշում այնտեղ նախագահ նույն ձևի ուրիշ որևէ պատգամավոր չի կարա որոշի իսկ անդրանիկ նիստում հələ ազգային ժողովի նախագահ չկա ունդեղ բոլոր 105 պատգամավորները ունեն նույն եւ հավասար կարգավիճակ բացառությամբ մեկի տարիքով ավագ պատգամավորի որը պիտի նիստ նախագահի այսինքն ինքը նիստ նախագահող է ինքը բանը չի իրավունքներ տվող չի հա ինքը չի որոշում ով ինչ պիտի ինքը ընդամենը նիստ նախագահում են էլ ըստ կանոնակարգի Հիմա եթե մենք ապօրինությանը որ հանդիպում ենք ինչ պիտի անենք, դե բացատրենք, չէ, ասենք դիմենք, չգիտեմ ինչ պիտի անենք, բայց պիտի այնց անենք, որ ազգային ժողովի աշխատանքները աբսուրդի ժանրից նորից էլի որ Հա, հիմա տեսեք, արհեստական, ասենք ոչինչից ստեղծված պրոբլեմա, չէ, իրանք հիմա այդ պրոբլեմը խո մենք չենք ստեղծում, չէ։ Ճեպազույթի ժամանակ էլ ասաց ես չեմ ճանաչում Գարեգին։ Հա, ինքը ճանաչում է, օրինակ ինքը լսել եք մի անգամ ասի, ես Ալլա Շուքյուր Փաշազադե անունով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ չեմ ճանաչում։ Ալլա Շուքյուրը պիտի հեռանա։ Տես բան դուք լսել եք Նիկոլ Փաշինյանին։ Ցավոք ոչ։ Բայց ինքը թիրախավորում է Հայաստանում 70 կարծեմ գրանցված կրոնական կազմակերպություն կա։ Դուք լսել եք բացի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուց ուրիշ որևէ կրոնական կազմակերպության դրա ղեկավարների, նրանց հոգևոր սպասավորների, նրանց այդ կազմակերպություն այցելող մարդկանց մասին ինքը որևէ կարծիք հայտնի։ Ես չեմ լսել։ Լավ, ինչ պետք է տեղի ունենա 100 օրում, պարոն Ղազարյանը, որ ընդդիմությանը ընտրողը չասի նորից ամեն ինչ մնաց նույնը։ Ունեք այդ 100 օրվա պլան ասվածը, որ գոնե առաջինը են, որ ասենց ամփոփում են, ասում են հասկացանք նոր ԱԺ ու 100 օր, ունենք 100 օր, ինչա կատարվելու, տենց սիմվոլիկ։ Տենց սիմվոլիկ բաների վրա մենք չենք կառուցում մեր գործունեությունը, չգիտեմ, առաջի օր, 100 օր, մի տարի։ Դե գիտեք, որ անում են քաղաքական գործիչները, բոլոր առաջին 100 օրը մենք մեր ներքին քննարկումներում տենց պլանները, տենց սիմվոլիզմով մենք չենք բանանում։ Մենք ունենք հստակ քաղաքական օրակարգ։ Այդ քաղաքական օրակարգն է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։ Եվ լինելով պատգամավորներ մենք ունենք նաև դրա առաջանում է օբյեկտիվ իրավական հնարավորությունները, թե որ պահին, որ փուլում ինչ ձևով դա պետք է իրականացնել։ Եվ Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել է, որ մենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր օրինական ձևերը գործիքակազմը կիրառելու ենք։ Դա մեր խնդիրն է, մենք այս պահին մեր ժողովրդին չենք ծանրաբեռնում հոգսով, մենք ուրիշներն ասում են, չէ, փողոցային պայքարի գնալը, մարդկանց փողոց դուրս բերելը, դա նա որ դու պատասխանատվությունը, ծանրությունը պայքարի թողնում ես ուրիշների վրա, մարդկանց վրա։ Մենք դες չենք անում։ Մենք մեր վրա ենք վերցրել եւ մեր բաժին պայքարը պատասխանատվությունը պետքա փորձենք իրականացնել։ Եվ եթե մենք մեր պայքարի ինչ որ մի этаպում կարիք ունեցանք փողոցի աջակցություն, մարդկանց աջակցությունը, նոր այդ ժամանակ մենք դիմելու ենք նաև համար պարոն Կարապետյանը հայտարարել է, որ փողոցային պայքարի եւ պատգամավորական գործունեության սինթեզ համադրություն է լինելու եւ դա էլ ինքնանպատակ չի լինելու, այսինքն այս չի լինելու, որ մենք օգոստոսի 2-ին գնանք, այնտեղ տենանք սև շորերով մի հատ Արամայիսի, խառնվենք իրար։ Ու ասենք սիրելի ժողովուրդ, հելեք եկեք Արամայիսն եկել է ըստե։ Թե չէ պետք չի խառնվելու մասին չի խոսքը, ուղղակի պետք է այսինքն մենք մեր ժողովրդին դիմելու եւ փողոցային պայքարի դուրս բերելու խնդիր ունենք այն ժամանակ, երբ որ այդ պայքարը պիտի հանգեցնի ֆունկցիոնալ արդյունքի։ Այսինքն ինչ ակնկալենք մենք օգոստոսի 2-ին։ Մեր օգոստոսի 2-ին դուք մեզնից ակնկալեք մեր սկզբունքներին, մեր հայտարարություններին համահունչ, ակտիվ պայքարի դրսևորումներ։ Այ եթե վաղը Փաշինյանը ասի, եկեք միասին նստենք, որոշենք Հայաստանի արտաքին կարմիր գծերը։ Իսկ եթե դա անի Ալիևը, ինչ տարբերություն։ Փաշինյանը մեր ժողովրդի թշնամին է, Փաշինյանը թշնամուն սպասավոր է, նրա հետ բան չկա քննարկելու։ Նրա հետ քննարկելու միակ հարցը նրա իշխանությունից խաղաղ հեռացնելու
Եվ եթե ինքը պաշտպանության իրավունք էլ ունի իհարկե, բայց իր գործած մեղքերի համար արժանի պատիժ ստանալու իրավունք ունի։ Ուրիշ հարց Նիկոլ Փաշինյանի հետ, որպես այդպեսի քննարկելու բան չկա։ Ինքը թշնամական ռեժիմի սպասավոր է։ Հետևաբար իր հետ քննարկելու բան չկա։ Ինքը պետք է հեռանա, Հայաստանը պետք է ունենա նոր վարչապետ, եւ մենք կարծում ենք, որ լավագույն վարչապետը, որի ղեկավարման օրոք մենք ունենանք եւ պաշտպանված անվտանգություն, եւ տնտեսական զարգացում եւ բարեկեցություն, դա կարող է լինի Սամվել Կարապետյանը։ Լավ, մի հատ այլ կերպ այդ հարցը տամ, էլի տեսեք օգոստոսի 2-ից արդեն լինելու եք խորհրդանում, ներսում, ինչ պատասխանատվություն եք անձամբ հենց ձեզ վրա վերցնում, որ գոնե 1 տարի հետո, որ ժողովուրդը նորից չասի, այս ընդդիմությունն էլ ոչ մի բան չարեց, ավելի շատ խոսեց, ավելի շատ ելույթներ ունեցավ, ավելի շատ իրանք իրար դեմ ելույթներ ունեցան, համոզված եմ դուք եք տեսել անցած խորհրդանը ինչ երևույթներ էին ավելի շատ գերակշռում, ոնց եք պատկերացնում, էլի, ինչ պատասխանատվություն ունի անձամբ ուժեղ Հայաստանը եւ ընդդիմությունը եւ անձամբ պատասխանատվության աստիճանը մեծ է, մարդկանց սպասելիքները մեզնի շատ մեծ են։ Էլի մեծ են, այո։ Եվ մենք հիասթափեցնելը իրականում 2-ին այդ շենք մտնելու ենք հենց այդ գիտակցումով։ Ես չեմ կարող ասել իհարկե ինչ արդյունքների մենք ունենանք հասարակությունը մեծամասնության մեջ ոնց կգնահատի մեր աշխատանքը, բայց ես վստահեցնում եմ մի բան, որ մենք չափազանց ազնիվ ենք գտնվելու ուժեղ Հայաստանի թիմում Սամվել Կարապետյանը իր շուրջ համախմբել է մարդկանց, որոնցից ոչ մեկ սեփական շահի, սեփական բիզնեսի, սեփական խնդիրներով չի այնտեղ գնացել, մարդիկ այնտեղ գնալուց հակառակը հայտնվել են թիրախում, հայտնվել են զրկանքների մեջ, մեր թիմակիցները ձերբակալվում են, կալանավորվում են, դա մեզ համար դա պայքարը մեզ համար, հենց մեր թիմակիցների համար զրկանքների, զոհողությունների, դժվարությունների ճանապարհ է։ Եվ այն ինչ որ մենք վստահեցնում ենք, որ այդ ամեն ինչի մենք նաև գնում ենք, ամենաազնիվ մտադրություններով, պայքարի, անմնացորդ պայքարի նվիրումով։ Թե այդ պայքարը մեզ ինչ արդյունքների կբերի, թե մեզ համար անձնապես ինչ հետևանքների կհանգեցնի, թե մեր երկրի համար ինչ հետևանքների կհանգեցնի, այդ ես հիմա չեմ կարող ասել։ Ես միայն կարող եմ ասել, որ մենք անմնացորդ, անզիջում, սկզբունքային կերպով շարունակելու ենք մեր պայքարը նոր կարգավիճակում։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք անպայման մեր Patreon-ի համայնքին, իսկ մենք կհանդիպենք արդեն նոր եթերաշրջանում սեպտեմբերին։